Շնորհակալ եմ ձեզանից դիտումների համար, դրական մեկնաբանությունների եւ էմոցիաների համար։ Իմացեք, որ այդ ամենը մեծ սիրով ձեզ եմ ուղարկում եւ դրական մեկնաբանություններ եւ էմոցիաներ։ Իսկ նրանք, ովքեր վատ մեկնաբանություններ են գրում, ես հասկանում եմ, որ նրանք ուղղորդված են ինչ-որ մեկի կողմից, որ անձնաբանության փոխարեն անեծքներով է լցնում իր ցածր բարկանիշ ունեցող հարթակը եւ վիրավորելով, անիծելով այս հարթակում գործող բոլոր աստղաբաններին։ Սիրելիներս, ուշադիր եղեք, թե ում եք հետևում, անկախ դրանից դուք ինչ մեկնաբանություններ եք գրում, ինչ եք անում։ Իմացեք, որ այդ ամենը փոխադարձ կապով հետ է վերադառնալու ձեզ։ Ինչու? Որովհետև նմանատիպ անձանց ալիքներին բաժանորդագրվելով, հետևելով, դիտելով այդ հաղորդումները եւ բացական մեկնաբանություններ հղելով այլ անձանց մասին, իմացեք, որ դառնում եք նրա համախոհն ու հանցակիցը, որտեղ օգտագործում են չարի խոսքերը, ինչպիսին են ջհուդ, սատանիստ, տարաբնույթ սարսափելի անեծքներ եւ նաեւ սուրճ զրպարտություններ։ Լսելով նմանատիպ բովանդակությամբ հաղորդումներ, դուք ինքներդ եք այդ ամենը բերում ձեր կյանք։ Իմացեք, որ այդ հնչյունները, այդ բառերը, որոնք լսվում են ձեր տան մեջ, ձեր սենյակներում, բացասական էներգիա են պարունակում իրենց մեջ։ Դուք դարձել եք չարի գործիք, սիրելի հետևորդներ։ Ձեր գործն է, ում ցանկանում եք հետևեք, ում չեք ցանկանում մի հետևեք, բայց ուշադիր եղեք, դուք ծանրացնում եք ձեր կարման, դուք վերցնում եք ուրիշի բացասական էներգիաները, հետո գնում եք գուշակների, տարաբնույթ գրբացների մոտ, որպիսի ձեր ընտանիքի հաջողությունը ետ բերեք։ Իմացեք, դուք եք այդ դժբախտությունները բերում ձեր ընտանիք։ Եվ այսպիսի մի միջադեպ էր եղել։ Տարիներ առաջ ինձ դիմեց մի կին, որի հարազատը եւ նաեւ հարազատի ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել։ Այն առումով, որ երեխան նրանց հոգեկան շատ լուրջ խնդիրների առաջ էր կանգնել։ Իհարկե հոգեբանության եւ հոգեբուժության տեսակետից այն իր ուրույն այդպես բացատրությունը ունի եւ նաեւ բուժման մեթոդները, բայց արդյոք դիվահարությունից կարողանում են բուժվել։ Եվ ինչ էր եղել, երբ որ ես համապատասխան տվյալները դիտարկեցի այդ կնոջ, ես հարցեցի, արդյոք նա այնպիսի գործեր է արել, որոնք կարան վնասեն իրեն եւ իր ընտանիքին։ Համապատասխան մոլորակային դիրքավորումները տեսնելով, ես հասկացա, որ նա չար ուժերի հետ կապ ուներ։ Եվ ինչ էր տեղի ունեցել, նա ասեց, ես չեմ զբաղվել նմանատիպ գործերով, չեմ էլ ուզում այդ անունները տամ, բայց ես զբաղվել եմ հոգեկանչությամբ։ Եվ ինչ էր եղել, երբ նա տարիներ շարունակ այդ գործերով է զբաղվել, իր համար կանխագուշակումներ էր